Հայը որպես տիեզերական ուժի կրող այսօր ինչ շրջափուլի մեջ է։ Միթե հավերժի ծրագիրը հենց հայի մեջ է, որովհետև հայ լինելը ազգություն չէ միայն։ Դա մի պայմանագիր է կնքված տիեզերքի հետ ապրելու, պաշտպանելու եւ վկայելու մասին։ Բարև ձեզ, եթերում տեսլականն է։ Այսօր սիրով հյուրընկալել եմ հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ, անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանին։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Գլուխս բարձրացնում եմ վերև, գմբեթում ուրեմն այսպես խաչ է։ Բայց այդ խաչը սպերիկ խաչ է։ Որ շունչները կդրվի, այսպես բերանները բացեն, ուզեմ խոսք ասել օդ դուրս գա։ Աշխարհի այդ մասնագետիկները, հասկանում ես։ Ուրեմն եկավ այդ սպերը գցեց գավիթում, ուղիղ ոտների տակ։ Մի անգամից նարեկացին եկավ եւ կանգնեց մեր առջև։ Ու այդ ցնցող մի հատ բան է բացվելու, հասկանում եք։ Հիմա այդ սկզբնամասում է մեր ժամանակը։ Այո։ Ավարտ եւ սկիզբն է։ Ներքևից վերև նայել։ Հայ ասի տունն է Հայաստանը։ Չեն կարող։ Չեն կարող, չեն էլ կարողանալու, հասկանում եք։ Ու մեկ 32 խփում են, մեկ էլ մինչև 100 քանից խփում են։ Այն որ խփում են, լույսերը անջատվում։ Սենց նայում եմ շշմած ու հասկանում եմ, որ էսի հասարակածն է։ Մենք դրա միջով անցնելու ենք եւ դրա ականատեսն ենք լինելու։ Իհարկե։ Մենք հիմա այդ գործառույթների մեջ մենք եղել ենք, կանք եւ կլինենք։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ այսօր իմ հյուրն եք։ Այո, ժամանակ հատկացրեցի։ Ժամանակ եք հատկացրել եւ եկել եք շատ կարեւոր թեմայի շուրջ խոսելու։ Իհարկե։ Գլխավորի մասին ենք խոսելու, ժամանակի մասին ենք խոսելու, ժամանակի կարևորագույն խորհրդի մասին ենք խոսելու եւ խոսելու ենք այն ժամանակի վայրիվերումների մասին, որի մեջ ապրում ենք։ Ինչ է ժամանակը, ինչ ասել է ժամանակ, պարոն Գևորգյան։ Երբ մենք ասում ենք ժամանակ, նախ ասեմ, որ հարցը շատ լավն է, շատ խորատես հարց է, որտեղ յուրաքանչյուր մարդ մի օր պետք է մտորի, թե ինչ բան է ժամանակը։ Այս մտորեց, ուրեմն իր գիտակցությունը կա, ուրեմն ինքը ապրում է։ Եթե ապրում է, ուրեմն ժամանակը ինքը կյանք է, այո, որտեղ դու ժամանակով գալիս ես, ապրում ես այս տարածաչափության մեջ եւ մինչեւ վերջ ժամանակը քո ուղղորդողն է լինում, այո։ Ուրեմն ժամանակ եւ գիտակցություն, առանց ժամանակի գիտակցություն չի կարող լինել եւ հակառակը գիտակցությունը առանց ժամանակի չի լինի, այո։ Եվ այստեղ արդեն հենց բանաձևը բացվում է մարդու, այս տվյալ տարածաչափության մեջ, երբ որ ինքը ծնվեց եւ հայտնվեց, նա առաջին անգամ գիտակցեց ժամանակը իրեն ինքնությունը։ Եվ իր մոտ կարգապահություն առաջացավ, չէ, պարտաճանաչություն, թվում է թե ցենց հերու բաներ ենք, չէ, խոսում։ Հա, բայց այդ երեխան, որ առաջին անգամ ինքը հաշվարկում է ժամանակը, ինքը դպրոց է, չէ, գնում, այդ ժամանակ իրան պետք է լինում ժամանակը, չէ, դրանից առաջ էլ է պետք լինում, իհարկե, բայց վերցնենք այդ շրջափուլը մարդկային գիտակցության, երբ որ նա պետք է դասից չուշանա, չէ, այսինքն եթե ուշացավ, ինքը կարգապահ եւ պարտաճանաչ չի լինի, այո, եւ արդեն նա իրեն դասացուցակ ունի, որ ժամին, որ դասը պետք է պատասխանի եւ այլն, չէ, դա այդ պարտաճանաչություն եւ կարգապահությունն է։ Եվ վերջապես դա այն գիտակցությունն է, այն ժամանակի, որտեղ առանց ժամանակի այս տարածաչափության մեջ որևէ կողմնորոշում մարդը կարգ, համակարգ չի կարող կազմավորել, հասկանում ես։ Հա, այսօր ես եկել եմ իմանալով, որ այս ժամը 4-ին պետք է, ճիշտ է գամ, այո, ես ուղիղ 4-ին այստեղ էի, ճիշտ է։ Այսինքն ինձ կարելի է ասել, որ ես կարգապահ եւ պարտաճանաչ մարդ եմ, չէ, ժամադրությունից չեմ ուշացել, ճիշտ է։ Հիմա պատկերացրենք, որ ինչ որ բան անապատում ես, մեկը ասում է, ուրեմն այսին ժամին պետք է գնաս, ջուր չկա խմելու, բայց այսին ժամին եթե եղար այնտեղ, ուրեմն կոնկրետ այդ ժամին քեզ ջուր կտան խմելու, էլի։ Հա, եւ եթե դու ուշացար, ուրեմն բարձր ջուր չես խմի։ Եթե ինքնաթիռից ուշացար, ասենք պետք է գնաս ինչ որ միտեղ, բարձր ուշանաս
եւ չի կայանա, ուրեմն ժամանակը շատ կարևոր բան է եւ ամբողջ կյանքի ընթացքում ժամանակն է կազմավորում մարդու գիտակցությունը։ Գիտակցական կյանքը ժամանակով է, ուրեմն կարգավորվում, չէ, համակարգվում։ Ժամանակն է համայնը։ Պարոն Գևորգյան, մենք չենք տեսնում ժամանակը, մենք ապրում ենք ժամանակի մեջ, գիտակցում ենք, որ ժամանակը կա եւ փորձում ենք մեր կյանքը կարգավորել ըստ ժամանակի, բայց երբ փորձում ենք բնութագրիչներ ներկայացնել ժամանակի վերաբերյալ, մենք փորձում ենք տատանվել եւ չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել տվյալ ժամանակի մեջ։ Որն է ժամանակի գլխավոր բնութագրիչը, որի մասին մենք տեղյակ չենք։ Մենք ասելով մենք արդեն նկատառեցինք հայազգին, չէ՞, եթե մենք հիմա հայազգը նորից խոսա ժամանակ գիտակցություն, ինքը ուզենա, չուզենա, ժամանակի կողքը պետք է հայկին դնի։ Ինչու՞, որտեղ մեր ամենահնամենի ուրեմն տոմարական կարգացույցը, օրացույցը հենց հայկյան բուն տոմարն է։ Ժամանակացույցը։ Ժամանակացույցը, այո։ Հենց հայկյան բուն տոմարն է։ Միանգամից հայկը հայտնվում է, չէ։ Օրինակ ուրիշ ազգ, դե հիմա մտածեք մի հատ այն մյուս ազգեր, էլի, թող իրանք իրենց հիշողության, այդ մշակութային հիշողության մեջ կարողանան տիեզերական մի հատ բան գտնեն, էլի, հասկանում ես։ Չունեն։ Ունեն, լուսին ունեն, խիչ ունեն։ Որը այդքան էլ ճիշտ չի ժամանակաչափ։ Ունեն։ Իհարկե, Բաբելոնից այդ լուսնա-արևային ուրեմն կալենդարներ են այդ մարտի 21-ով, էլի։ Որ մենակ շատ են սիրում, էլի այդ կներեք, բայց դա ուղղակի անիմացություն է։ Եվ հակասում է գիտությանը եւ նաեւ եւ խառնաշփոթ է, կոնկրետ ճշգրտությանը, աստղագիտական, եթե դու դրա մասին չգիտես, ոչ մի բան էլ չի հակասի։ Դու ճիշտ ես։ Այսինքն դու ճիշտ ես։ Հիմա այս մարդիկ, որ հասկանան, մի հատ այդ իրանց ճշգրտությունը թողնային Բաբելոնից։ Մինչև այդ հուլյան կալենդարը, մինչև 1500 ուրեմն այդ 83 թվական, որ 10 օր խառնված էր, դա կոչվում է տոմարական խառնաշփոթ։ Բոլոր ժամանակացույցերը սխալ օրեր էին ցույց տալիս, էլի։ Միակ բանը, որ եղել է, դա հայկյան բուն տոմարն է եղել, որը առեղծվածային sense մնացել է, ոչ մեկը դրան ձեռ չի տվել, չի հասկացել, դրա համար ձեռ չի տվել։ Որի հիմքը արևն է։ Հայկյան բուն տոմարի, հայկն է, ո՞նց է արևը։ Արևին բռնողն է, արևին կառավարողը։ Այդ 6-րդ ժամով ինքը, ասենք ինքը հիմա 6-րդ ժամային գոտի վրա է։ Այս հիմա ես որ խոսում եմ, ոչ մեկը բան չի հասկանում, դրա համար դրան չեմ ուզում։ Ես վստահ եմ, պարոն Գևորգյան, որ շատերը հասկանում են ու նաև ես գիտեմ, որ ձեզանից էլ են պահանջում, ինձանից էլ են պահանջում, որ ել ավելի խորը գիտելիքներ տանք, քանի որ ժամանակն է արդեն այդ փակագծերը բացելու։ Պարոն Գևորգյան, նաև շատերի մոտ հարց է առաջանում, քանի տարի է հավաքվում ենք Սյունանց հրաշք աշխարհում եւ դիմավորում ենք Հայկ Նահապետին, Քարահունջում, Տաթևում, Հալիձորում եւ խորհրդավորի մասին եկեք խոսենք, քանի որ խոսում ենք ժամանակի մասին, ինչու շատերի մոտ հարց է առաջանում, ինչու Հայկը գալիս է հենց ժամը 4-ին, այդ 4-ի խորհուրդը փորձենք բացել հասկանալ եւ ինչու հենց լուսադեմին ժամը 4-ին։ Ուրեմն աստղագիտական առումով հայկի ծագումն է հելակալ եւ այլն, հա, բայց ուղիղ հիմա տարածության մեջ, այսինքն տարածության ժամանակը, այսինքն մեր հայկական ժամանակը ուղիղ ժամը 4-ին մեզ երևակում է հայկին, այսինքն ի տեսաբերում, այսինքն տեսնում ենք, չէ՞։ Այն Քարահունջում քարի մեջից sense նայում ես, դնում ես Հայկի գոտին ընդեղ է։ 61 թե 63։ 63 քարի մեջ, ազիմուտ 98, էդի ես նորից եմ ասում, sense բարդ բաներ չասենք, մարդիկ չեն հասկանում ազիմուտն ինչ է, էլի։ Բայց դու տեսնում ես Հայկին։ Ինչքան էլ գիտելիք չունենաս, գոնե կհասկանաս, որ այնա տեսար Հայկի գոտին է։ 3 աստղը եկավ ուրեմն այդ Քարահունջի քարի մեջ։ Քանի հազարամյակ տարի առաջ են քարը մեջ փոս քանդելով, անցք բացելով դիտել Հայկի։ Հա, հիմա անցքը ոնց բացես։ Հիմա ասենք մերոնց ասում ես գնա անցք բաց։ Ուրեմն նայ, դրա համար Հետաքրքրությունը դա է, քանի հազարամյակ տարի առաջ են վերցրել քարը 25920 տարվա գիտելիքա, նայ։ Անցք բացել։ Քարահունջի ազիմուտը, այսինքն իր ուղղորդվածությունը, ասենք խոսքի օրինակ քո լուսամուտը նայում է Վարդուշի լուսամուտին, չէ՞։
Հիմա եթե կողքի տունը բան անես, գնաս, արդեն տեսանկյունը կփոխվի, Վարդուշի լուսամուտը չի տենա։ Հասկանում ես։ Հիմա այդ ուրեմն քարաունջի քարը այ ուղղորդված է դեպի հայք համաստեղությունը, հասկանում ես։ Հետո եթե մտածում ես դա պատահականությունը, գնում ես որոտնավանք։ Տեսնում ես այնտեղ էլ է խորանը 98 ազիմուտ ցույց տալիս։ 3 ուրեմն խորանում դե բացված կա 90, 98 եւ 45։ Գնում ես Տաթևիսյան վրայից ես նայում։ Վերջերս գնացել էին Կոհանավանք դիտարկելու Գառնանային գիշերահավասարը։ Պարզա որ ցերեկը պետք է գնանք, չէ՞, որտեղ ասխային դիտումները գիշերը պետք է անես։ Հա, պարզա, չէ՞, աստղ պետք է տեսնես։ Արևային ժամանակը կարգավորելու համար շատ կարևոր է, արևային ուրեմն այդ կայացումները իմանաս, Գառնանային գիշերահավասար, ամառային արևադարձ, աշնանային գիշերահավասար եւ վերջապես, հա, ձմեռային։ Ուրեմն արևադարձ։ Ուրեմն տեսնենք ոնց է ցույց տալիս Օհանավանքը։ Ուրեմն շատ հետաքրքիր բան ասեմ ձեզ, մի անգամից Նարեկացին եկավ եւ կանգնեց մեր առջեւ։ Ինչու՞։ Հեսա բացատրեմ։ Ուրեմն երբ Գառնանային գիշերահավասարի կայացման ճիշտ ժամը եղավ Օհանավանքից, որտեղ Տաթևում ժամանակը ուրիշ է, այնտեղ են հաշվարկման այն սկզբնակետն է, այդ ժամը 4-ը։ Ասենք գանք Օհանավանք, հայկի կայացումը կլինի 4-7 րոպե, 7 րոպեվա տարբերություն կա։ Պատկերացնում եք, չէ՞։ Հայաստանում, Պուջուրիկ Հայաստանում աշխարհագրական դիրք փոխելով 7 րոպեվա տարաձայնություն ես դու տեսնում։ Տարբեր ժամային գոտիներ են։ Հա, բայց այդ Օհանավանքի կառուցողները եւ այնտեղի իմաստասերները իհարկե ժամանակը հաշվել են ուրեմն այդ Տաթևի հիմնակետից, աշխարհագրական դիրքից։ Մի խոսքով, արևը եկա պետքա 2 զրոների վրա կանգնի։ Այսինքն ինչ զրո։ Ինքը հասարակացի վրա այդ օրը պետքա հայտնվի ուղի ժամը 1-ին, բայց այնտեղ արդեն անց ուրեմն 7-8 րոպե էր։ Հա։ Եվ ժամային գոտին իրեն լինելու է նույնպես 0, այսինքն նրա այդ հակումը, ծագումը 0 է։ Հասարակած եւ այդ մերիդիան։ Այս խաչի մեջտեղը պետք է լինի արևը։ Հիմա տենանք ոնց է ցույց տալի Օհանավանը։ Մի հատ հրաշք է, էլի, հրաշք։ Հրաշքի ականատես եք եղել։ Հա, եղել ենք, դրա մասին չեմ խոսա։ Պարոն Գյուղյանը թողում ենք մի կողմ։ Ամեն անգամ նախորդ հաղորդման ժամանակ էլ չբացեցիք փակագծերը։ Չեմ բացելու, հələ համբերեք։ Սպասեի, արի ժամանակ եւ գիտություն եւ գաղափար։ Սրա մասին ենք մենք խոսում։ Բայց գալու է օրը։ Մենք մինչեւ հայկին բան չանենք, չգիտակցենք, որպեսզի այն վերացական բաները որպես հրաշք չընդունենք, էլի, որովհետեւ դա գիտությունը ինչ որ լինում է մեր աչքի առաջ։ Եթե մենք ասում ենք հրաշք կա, որ մեր չիմացյալ գիտությունն է, երևակվել է, մենք էլ չենք հասկանում, ասենք հրաշք կա, այլ մարդ հրաշք չկա այս աշխարհում։ Գիտականորեն գիտություն, չիմացություն, հասկանում ես, եթե ոչ չես իմանում, ասում ես, ահա հրաշք էր, էլի, հրաշք չի։ Դա գիտությունն է։ Դրա համար չեմ ուզում անդրադառնալ, որովհետև առաջնայինը մենք պետք է հայ ազգը իրեն գաղափարակոդի մեջ ներառի հայկին, որպես տիեզերական համակարգ, որտեղ ներառված է։ Այսօրվա հայի մասին եմ խոսում։ Օհանավանք։ Ուրեմն եթե ես նայում եմ այդ կոորդինատական համակարգով, ինչ է կատարում։ Հայկի 6-րդ ժամը գտնվում է ուղիղ 90 աստիճան արևելքում։ Ուղիղ ժամը Օհանավանքի ժամանակով, Տաթևի ժամանակով 13:01 րոպե, Օհանավանքի ժամանակով 13:08 րոպե։ Այդ օրը միջայլոց արևը ծագում է ժամը 7-ին, ասեմ ձեզ։ Դրա համար կալենդար չես կարող հաշվես։ Ինչու չես կարող հաշվես։ Այդ 7-ը ինչ արեց, որ ասում եմ չես կարող հաշվես։ 365 օրա 6 ժամ է, դու ոնց կարաս 300 տարին լինի 365 օր ու 7 ժամ։ Բայց մեկը ինչ ես անել, 24 տարվա մեջ ու տենց է եղել է։ Հակոբ Ղրիմեցին դա բացատրում է, 24 տարվա մեջ դու մի օր ավել ես ունենալու։ Դրա համար այդ 21-ի բոլոր նախ այդ 21-ը հիմա 20-ն է, 100 տարի առաջ եղել է 21-ը, 100 տարի հետո կլինի 19-ը, այսինքն ինքը շարժական է։
ամսաթիմը փոխվում է, արևը գալիս է իրա։ Իսկ շարժականով ինչպես կարելի է ճշգրիտ հաշվել։ Ահա, Ղրիմեցին դա բացատրում է։ Հիմա այդ էլ ես եմ բացատրում, շատ բարդ է դա հիմա, որ ասենք մարդիկ չեն հասկանում դրա։ Այս այնքան խորագիտություն է։ Այդ խորագիտությունը գիտես խորով է։ Հայկի որդին է։ Որովհետեւ դու խորագիտությունը իմանաս, պետք է գնաս խորանի առաջ կանգնես, Ձեր գրքի մեջ անդրադարձում խորանի առաջ պետք է կանգնես։ Որ այդ գիտես սա մարդկության ինչա տալիս, բոլորին միաժամանակ։ Խորություն։ Այս մարդիկ մինչև հիմա այդ սաղ են հեղինակավոր մեծիկները, չէ՞։ Իրանք այդ խորությունը չեն կարող, այդ տարածաչափական այդ բանաձևը, որ ասում են երկարություն, լայնություն, բարձրություն, չէ, ժամանակ, խորություն։ Այ նախ ժամանակը սկիզբն է, որտեղ չլինի ժամանակ դու ո՞նց ես երկարություն, լայնություն, բարձրություն հաշվելու տղա ջան։ Ժամանակի հետ գալու է գիտակցությունը, նոր գիտակցես այդ երկարությունը, լայնությունը, բարձրությունը։ Հետո որպեսզի խորություն անցալես, պետք է կանգնես կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցու խորանի առջև, հա? Իմանաս չափագրես, այսի 90, 65, 98 եւ այլն։ Այս մի հատ հասկանաս, եթե դու ուրեմն հիմնառում ես այդ դրույթը, դու գիտես, որ արդեն եթե հասել ես այդ կետին, որ արդեն գիտես, մեր իմաստասերները գիտեին։ Ուրեմն դու գտնում ես Հայկի 6 ժամային գոտին, դու գտնում ես հասարակածը եւ արդեն այդ ժամանակը հաշվարկվում է, դառնում է համակարգային դրույթ։ Հիմա օհանավանք հետ են գալիս։ Շատ չբանան են, որտեղ մարդիկ այդ չիմանալով այդ համակարգի, ոնց որ ես հիմա նստեմ հարմոնիա բացատրեմ, ինչքան մարդը չի հասկանա ինձ։ Դրա համար արեք դա թողենք այն լավագույն ժամանակներին, որը շուտով կգա, որ ես կարողանամ ֆիլմ նկարել այդ մասին եւ ածխագիտական գերճշգրիտ դրույթներով, որ աշխարհին տալիս ես, որ անվիճարկելի ու այդ ցնցող մի հատ բան է բացվելու, հասկանում ես, որ խորանը, այսինքն ժամանակը կառավարվում է խորանով։ Այդ խորությունն էլ կգա արդեն հնգաչափ կմտածեն մարդիկ։ Հասկանում ես։ Հիմա այդ գնանք օհանավանք։ Ուրեմն նայ, ոնց Նարեկացին եկավ մեր առջև կանգնեց։ Ուղիղ ժամը 13:08 րոպե արևը ուրեմն եկավ, ունտեղ մենք մինչև արևը գալը նայում ենք այդ արևի ստվերը ոնց է շարժվում այդ տվյալ ուրեմն մենք գավիթում էինք, հետո գավիթից հետո այդ գլխավոր եկեղեցին է, այնտեղ ուրեմն ուրիշ արևային ստվերի շարժ էր գնում, ստվեր չէ, լույսը շող էր գնում, այստեղ ուրիշ էր, որտեղ գմբեթը դե բացա չէ, այդ գավիթում, օհանավանքում գմբեթը 12 սյուներ են, ուրեմն արևը արդեն ես գիտեմ իհարկե, որտեղ արևադարձներին եղել ենք, ոնց է ցույց տալի, Գարնանային գիշերը հավասար առաջի անգամ էին գնում, շատ հետարքիր էր ինչ է անելու։ Ուրեմն եկավ այդ ստվերը գցեց գավիթում ուղիղ ոտների տակ։ Քեզ ստիպեց արի դիտարկման անկյուն։ Արի կանգնի տղա ջան, այդտեղ։ Դու մոտեցա, ես այսինքն մոտեցա, կանգնեցի այդ ստվերին գլուխս բարձրացրեցի խորանից, արևը կանգնած է այդ դվյալ լուսանցքի մեջ, բացվածքի մեջ։ Ուղիղ մի քիչ շուտ ինքը դեռևս չի մտել, ասենց ուղիղ եկե մտել է, էլի։ Հետո գլուխս բարձրացնում եմ վերև, գմբեթում ուրեմն այսենց խաչ է։ Բայց այդ խաչը սֆերիկ խաչ է, գոգաձևություն ունի, այսինքն ու մեջտեղը ասես մի հատ բան կա։ Ես արդեն գիտեմ, չէ՞ որ արև այդ խաչի մեջտեղը պետք է լինի 0-0։ Ասես նայում եմ շշմած ու հասկանում եմ, որ էսի հասարակածն է, այն էլ այդ զրոյական ուրեմն մերիդիանն է։ Ֆանտաստիկա, ոնց որ ասում են։ Հա, հետո գնում եմ բան։ Այդ եկեղեցին, եկեղեցու դիմաց կա դաս։ Կոչվում է դաս։ Այդ օրենքը վերցրել եմ, սովորել եմ ինձ Ստեփան Նալբանդյանն ա տվել, որպեսզի ես հասկանամ ինքը եկեղեցիաշինության այդ ճարտարապետն էր լուսահոգին, եւ ինձ այդ օրենքներն ա սովորացրել, տվել է իմ մոտ կա։ Հիմա այդ դասը ես ուզում եի հասկանալ, ինչու է այն կոչվում դաս։ Հա Ուրեմն դա խորանի հենց դեմ դիմաց է, մոտավորապես ինչքան ասեմ, մի մետր էլ չկա, այսենց ու սահմանազատված է։ Ինքը իրականում պետք է գետնով, ուրեմն այդ հատակային սահմանազատում ունի, օրենքում տենց է գրած, մի քանի սանտիմետր այդ դասը պետք է բարձր լինի։
Բայց այնտեղ որտեղ այդ օրենքը չի պահպանված, այսպես երկաթյա ճաղավանդակներ է դրած էլի։ Հա։ Ուրեմն ուղիղ Գարնանային գիշերը հավասարին այս երկարությամբ պատկերացնում եք, այսպես արևի այդ շողքը, այս sense գալիս է դե բարձր դա խորանից մտածն է, բայց ոնց է դա համակարգված, այդ եկեղեցու ճարտարապետները, այդ ինչ հզոր տիեզերագետ, գեոդեզիստ, չգիտեմ, աստրոճարտարապետի, չեմ անում իրենց ոնց ասեմ, որտեղ հիացմունքից քարանում ես։ Եկավ այս դասում վրա կանգնեց։ Օ Դրա համար ես հիշեցի Նարեկացուն, որտեղ ասեց վերացյալ ընդ բազմաստեղս փայլեսցուկ ընդդասս անմարմնոց իբրևս հայկ ընկերեցիկ փայլելով զաստված ընկալցուկ։ Հիմա էսի դասը բերես դրես, չէ, արևին բռնել է հայկը, բերել է դասի վրա կանգնացրել է։ Հայկը որտեղ էր, ասում եմ, այդ ժամանակ դե ցերեկա չենք տենա, չէ, հայկին։ Հա, 6-րդ ժամ ուղիղ արևելքում է։ Հենց ինքը արևելքում է 6-ը լինում, արևը անպայման այս կետին է լինում։ Այդ զրոների վրա։ Որպեսզի դու այդ ժամանակը արևային կայուն պահես, հիմա 1000 տարի հետո, 1000 տարի առաջ այս հայկի կետը եկավ 6-րդ ժամը արևելք։ Այս արևը ստեղ է լինելու։ Հիմա հարց։ Արդյոք 1000 տարի առաջ հայկը տեղ էր։ Ոչ։ Հայկի 6-րդ ժամը հայկը պրեցեսիա է, այսինքն 25920 տարի առաջ էր ինքը, ընդեղ, դետի ստարտն է, ընդեղից ինքը թողը գնացել է, 12960 տարի առաջ մտել է ագրավակար, ագրավ համաստեղությունը եկել է այդ հասարակացի վրա, հայկը անտեսանելիություն համտե, հետո տուն է եկել, դա հայկի տունն է, համակարգային ստարտն է, ստադիոնը այսպես կլոր որ վազում ես, չէ, Այդ ստարտային կետ ունի, դու 5 շրջան պետք է վազես, չէ՞, ստարտային կետը որ չունենաս, այդ ժամանակը ոնց հաշվեն դու ինչքան Հիմա այդ սկզբնամասում է մեր ժամանակը։ Այո, ավարտ եւ սկիզբն է 25920 տարի։ Հիմա վերցնում եմ հայկյան բունտոմարը, նայում եմ այդ կարգա իր բաները։ Կոնկրետ է դա։ Այսինքն մեր հայկյան բունտոմարը 25920 տարվա կարգացուցակ Օրացույց։ Որը ճշգրիտ է։ Ես դա ցույց եմ տալու։ Ցույց եմ տալու տարբեր դրվիտներով։ Սա 1 ու տենց 1000-ատ կա։ Այսինքն աստղագիտական գեր ճշգրիտ, որ շունչները կդրվի, ասես բերանները բացեն, ուզեմ խոսք ասել օդ դուրս գա։ Աշխարհի այդ մասնագետիկները, հասկանում ես։ Ոնց այդ դպրոցը կործանվել է 17-րդ դարում, հասկանում ես Արեգ ջան։ Բայց այս խոհեմ մեր իմաստասերները մեզ են թողել եկեղեցիների, շինությունների, ճարտարապետության։ Այո, դա մի ամբողջ խորագիտություն է, այո։ Հիմա Նարեկացին, չէ, ասում նորից կանք մեր Նարեկացուն, չէ, որ ինքը այդ որ հիմա հասկացանք, չէ, որ ասում է ժամանակի տարն ու տարին իրար հաջորդ թիվն օրերի Գրված ասես ինչ որ օրենքով պետք է լինեն միշտ անսխալ ու անայլայլելի։ Բա, ասում եմ, ես չգիտեմ։ Հիմա Նարեկացին որտեղից գիտեր։ Գուցե դա վերացական ինչ որ բան էր ասում։ Համար դե ժամանակի մասին ինչ վերացական այդքան Պարզվում է ինքը։ Դու գիտեիր որ Նարեկացին բանը 7 ազատ գիտությունների ռաբունապետն է եղել։ Նարեկավանքի հիմնադիրը։ Նարեկավանքն էլ այդ համալսարանն է եղել։ Որտեղ ուրեմն դասավանդվել է, ուրեմն տրամաբանություն, ճարտասանություն, տաղաչափություն, թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն, գեոդեզիա, հասկանում ես, աստրոճարտարապետություն, հասկանում։ Հիմա այս մարդը դրա այդ մենակ աստղագիտությունը եւ երկրաչափությունը եւ մաթեմատիկական իր իմացականը արդեն իրան հերիք կլներ, չէ՞, որ ինքը իմանար ինչու է այդ եկեղեցին ոնց է ցույց տալիս այդ ժամանակը։ Եկեղեցում խեն ժամ ասում։ Ինչու են եկեղեցում ժամերկություններ։ Ինչու ժամկոչը պետքա գա, ասենք խփի։ Տվյալ ժամին։ Ինչի։ Կոնկրետ մարդիկ չեն հավատում, գիտեն դեռ խոսքը ասում են, էլի, ոնց։ Դա գիտությունը կերել է մեզ։ Հա։ Հիմա մեր հայ ազգի
նահապետը ժամանակն է։ Այդ ժամանակն էլ ամեն մարդու գիտակցությունն է։ Պատկերացնում ես դու ինչ նահապետ ունես։ Ստեղ արդեն ճապոնացի, կալմիկ, չգիտեմ այնտեղ զուլուս, բուշմեն, կապ չունի։ Բոլորի համար է ինքը հավասար։ Հասկանում ես։ Հայկը։ Համամարտկային։ Հա, բա լավ, հիմա ժողովուրդ ջան, ունեք տենց մի հատ գերմշակույթ, տիեզերական մշակույթ։ Հիմնավորված շիրակացիով, նարեկացիով, իմաստասեր Հովանեսով, Հակոբ Ղրիմեեցիով եւ ընդհանրապես այդ տաճարներն էլ հետը։ Հիմա այդ մենք որ չիմանանք, ինչ կլինենք։ Այն երեխու պես դասից ուշանում ենք, դասը չենք սովորում։ Այսինքն ինչ ալնում։ Կարգապահությունն է կորում ազգի, ինքը ազգ չի դառնում արդեն, ինքը խառնախ մոխա դառնում, կորցնում է պարտաճանաչությունը, կորցնում է 7000 գիտելիքների առաջին դասը տրամաբանությունը, չեն կարող տրամաբանել մարդիկ, հայ բառը չի տրամաբանում հայոց կողմից, հա? Հայարան աչքեր է նշանակում, հայացք աչքի տեսական է նշանակում, չէ, գործարան կարանք չէ ասենք, գործարան, նստարան, զուգարան, գործել, զուգվել, բա հայ էլ ինչ է նշանակում, ներքևից վերև նայել, հայ ասի տունն է, Հայաստանը, և Արմենիանը, արմն հայերեն նշանակում է հիմքը թևքի, այս ուսը, հայկի ուսն էլ այդ ուրեմն հայկի ուս Բետելգեզե ասեմ, հիմա 6-րդ ժամի աստղնա խորանի մեջ է մտնում, որ դու ժամանակ հաշվես։ Ուսմունք բառը այդ հայկի ուսից է։ Հիմա աշխարհը այդ մեր տիեզերական հասցեն գրում է Օրիոն արմ։ Հայերեն, երկու հատ հայերեն բառ ասում, հայերը չգիտեն։ Ուրեմն Օրիոն ինչ է, Օրիենս, չէ՞, նշանակում է արևելք։ Հայերեն օրինաչափություն, օրենք, չէ, օրինականություն, օրենսդրություն։ Ախպեր ջան, հա, օրընտես, որը պետք է տեսնես։ Օրիոր լատիներեն նշանակում է հայերեն օրեցօր։ Օրտիուս, օրտուս սամ նշանակում է հայտնության թվային համակարգը, համագումարը թվային։ Հայերեն է սաղ։ Օրը տի ուսին, տին այդ հայացներն են տիեզերական, որով դու պետք է հաշվարկես քո ատերը, եզրագծերով, ժամանակը մասնառես, որ մի ժամ հետո դու այդ իմանաս, թե որտեղ պետք է լինես այս տարածաչափության մեջ, այս տարածության մեջ, ջուրը որ տան, ծարավ չմնաս։ Այ հիմա ջուրը տալիս են մեզ մեր ժողովուրդ, ինքը ծարավ է մնում։ Ծարավ է մնում, ամբողջ ազգովի ջուրը տալիս են։ Հիմա անընդհատ ես էդի բացատրում եմ, եթե գաղափարը քո կայուն լինի, հայ ազգ, հիմա ասում ենք հայ ժողովուրդ, բայց արդեն խառնամբող արդեն ժողովուրդ էլ չի։ Ազգը այդ ազգային մշակույթն է, կոմիտասից, որը դու հեռացել ես, այդ կոմիտասը գոնե կա էլի, լավ է, որ հանկարծ կոմիտասը չլներ պատկերացնես, քուրդ էինք դառել։ Ամբողջ երկարվեստը հիմա ով հայկական երաժիշտները, հայ երաժիշտները, մի հատ նոր մոդա է էլի հայտնվել։ Քրդական այդ 1/4 տոներով սկսում են նվագել։ Հայ մարդ խի, դու կոմիտասյան երաժշտությունը հայը 100 տոն չունի, արա, մի նվագեք, մի ծռեք էլ այդ ամեն ինչը։ Թողեք ես համակարգված մեր ներօրգանական աշխարհը տիեզերքի հետ յոլա գնա էլի։ Այնպիսի տպավորություն է, պարոն Գևորգյան, այդ անտաղանդ երաժիշտների կողմից ոչ հայկական մեղեդիների ստեղծումը դարձել է նորաձև։ Երաժիշտը անտաղանդ մեղք չունի, ասեմ քեզ։ Ինչու՞։ Եթե դու չունես մեծապետ, չէ՞, դե հետո բանի ժամանակ, ասենք սովետական միության մեջ, խոսքի օրինակ մեկը տենց նվագեր, հեռուստացույցով ցույց տան կան գնար համերգ տար։ Չկար տենց։ Այնպես է։ Որովհետև այնտեղ մի հատ արբիտր կար, ասում է տղա ջան, էսի քրդական է, մի նվագի, այդ ձևի մի նվագի։ Հա, մենք Մերանգուլյանի, Վանուշ Խանամիրյան եւ այլն, հա, նվագում ենք, չէ՞, զուռնան չի կարի քրդո նվագել, զուռնան հայկական նվագեք։
մի խոսքով կոմիտասն էլ ասել է Զուրմաննի նվագեք, որտեղ վախեցել է այդ կոմիտասը։ Սա հայ մի հատ էլ կոպտություն արի, ասել է հայկական գործիք չի կոմիտասը։ Հա։ Իմանալով որ թողենք նվագենք վերջը քրդական անջն։ Ոնց ֆռան պիտի քրդական գնան։ Պետություն չունեցող ազգը պիտի կողքինին լսի ու Շատ նուրբ է, պարոն Գևորգյան, այդ իսկ կոմիտասը հանեց մեր խաղիկները, մեր այդ ֆանտաստիկ լադերը, չէ՞։ Այդ հին հայկական, այսինքն այն շարականները, որ մենք լսում ենք, դա նախա հիմքն է բոլոր եվրոպական, այսպես ասած, եւ այլն, հոգեվոր երաժշտության, հա? մաքրամաքուր։ Ու մաքրամաքուր, ու այդ խաղիկները, երբ որ դու այդ մելիզմեն ասում ես, այդ խաղիկը կատարում ես, ինքը իր օրենքը ունի, հասկանում եք։ Դու չես կարող այդ խաղիկը այնքան ծռես, որ մեկ քառորդի մեջ ընկնես, հա, այդ ինգար արդեն այդ հլը դլոն ալնում էլի, վլը։ Հակաբնական։ Աշոտիկ ջան, աշոտիկ ալնում։ Կան չէ, որոշ ստեղծագործողներ, որոնք 90-ականներից սկսեցին, հետո դարձան տարատեսակ գուսաններ, թուրքական երգերը հայերեն բառերով վերափոխեցին, երգեցին, շատերը Մեծապետը չկար։ Այո, շատերը ասեցին հայերենն է, ոնց։ Չկար մեծապետ, արդեն սա ազգի դրույթում է, այսինքն երբ որ ազգը ուզում է ինչ-որ մի բան անի, ինքը դպրոց պիտի ունենա, այդ դպրոցները քանդվել են, նորից եմ ասում, այն խեղճ Հակոբ Ղրիմեցին 15-րդ դարում վերագործարկեց այդ 7000 գիտությունների, դպրոցը արդեն 17-րդ դարում էլ մարդ չկար։ Հրաման տվեցին ընդեղ այն արևմուտքից, հա, ու մեր այս արևմտասեր կղերականությունը ոբշեմ կործանեց այդ ամեն ինչը, բայց նորից եմ ասում, այդ իմաստասերները գիտեին մեր այդ գլխի գալիքը, էլի։ Դրա համար կառուցել էին այնպիսի բաներ, որ կործանման ենթակա չեն, այդ տաճարները կենտրոնական այդ աստղացույց։ Ու գիտեին մի օր գալու է մեկը տեսնելու է։ Տեսնելու է իմաստությունը միանգամից բացահայտվելու է։ Ու ամբողջ աշխարհը գլուխը հետո կախած է լինելու։ Ես միշտ այդ ասում եմ, ոչ մեկ չի հասկանում։ Այմար մեր գաղափարը համատիեզերական է, եթե մենք մասնառենք այն քվանտային բան չէ, որ ասում է փոխհամաձայնություն, փոխկապակցություն երկու քվանտային մասնիկների մեջ։ Հիմա այդ նարեկացին գիտնական ինքը ասում է անսպառորեն մնում է համային ամեն ինչի մեջ։ Անվերջությունը ամեն մի մասում։ Անհատ մարդկությամբ եւ աստվածությամբ իր լիակատար։ Ուրեմն դու Աստված ես, Արեգ ջան։ Ես էլ հետը։ Հա, բա տենց է, ոչ թե մեղավոր եմ, պետք է գնամ չգիտեմ ինչ, ոչ, ես Աստված եմ։ Մեղավոր եմ, եթե չեմ Աստծան։ Իմաստասերում Աստծո անանցականը ասում է։ Ասում է փշրվելով միշտ անթիվ մասերի, բաշխվում է անվերջ, որ միավորի այդպես բոլորին իր գլխի համար։ Այս քվանտային ֆիզիկա է։ Դա համար Հովհաննես Դավթյանը վերցրել է նարեկացուն, ասել է այ մարդ էս մարդը գիտնական է, հասկանում ես, այդ գիրքը ոչ մեկը չէր կարդացել։ Հիմա որ ասեմ Հովհաննես Դավթյան մեկը ճանաչում է իրան։ Հիմնարար դաշտի տեսության ուրեմն բանն է, հիմնադիրն է։ Հայ դպրոցի։ Ինքը որ այդ բանը դրել է շատ քվանտային ֆիզիկներ օրինակ այսօր Նասիմ Հարամելի չէր ծնվել սկի։ Կամ ինքս իր գիտակցությունը գաղափարը այդ աստիճանի չի եղել։ Մեծ են գիտնական է Նասիմը։ Հա, բայց մենք հենա Հովհաննես ենք ունեցել։ Այսպես մեր մեծերին մենք վերցնում շպրտում ենք դեն, օտարամոլությունը, օտարա այդ մղմղ բաները բերում ենք դնում ենք գլխներիս, ասում ենք, օ, եվրոպական արժեք, բան, հենց ասում ես, ասում եմ, վայ, եվրոպացի կարգին ժողովուրդ են, այ մարդ, չենք ասում եվրոպացին պատն է, եվրոպացին մեզնից դուրս եկած ժողովուրդն է, Արմենոիդ գանգով, սպիտակ, կլոր աշկերով եւ այլն։ Պարզապես այսօր նրանց արժեքները մեր արժեքներին հակասում են։ Հենա, տեսել ես բանը, որ Անգլիայում 75 տարեկանում արդեն էվտանազիա պետք է գնաս անես, մինչև այդ թոշակ ենք տալու, ասում են ախպեր ջան, հա, եթե խոսքի օրինակ էվտանազիա չեղար, թող ձերանք պահեն քեզ։ Հասկանում ես ինչ, անբարոյականություն, 75 տարեկանում մարդուն ասում են գնա մեռի ցավը տանեմ։ Այսի եվրոպական արժեք է։ Ու վաղը կդնեն գլխ, անպայման կգա մեր գլխին էլ կլնի։ Այն որ դու ասում ես ես ծնող եմ սիրում բաման, ինչ ես սիրում, սա դες խոսում ես։ Դու գնում ես դեպի այդ կործանման ու չես էլ տենում Կուրամը, Կուրամիտ սթափությունը կորցրած ես։ Էդ էլ է տենց, Արեգ ջան, հիմա մենք ժամանակ ու գիտակցություն էինք խոսում։ Եկանք, ընկանք էլի էս
կենցաղային այս քաղաքական անկարգությունների մեջ։ Մարդը պետք է պարտաճանաչ լինի։ Ժամանակը իրեն տալիս է տիեզերական համագործունեություն, հասկանում ես, փող համաձայնություն է տալիս ժամանակը։ Հայկով, եթե դու կարգավորես քո ժամանակը, դու ռիթմից երբեք տիեզերքի այդ թրթիռներից անմասն չես մնա։ Միշտ ջուր ես խմելու, շոկոլադ ես ուտելու, ինչ են ուզում ուտեն, ամեն ինչը քո կառնելու։ Զգայական դաշտը բարձրանալու է, այդ փորձը մենք արել ենք։ Մեկը մարդ չի հասկանում, բայց ստիպված եմ եւս մեկ անգամ ասել։ Գերվե կամերայով եւ դնում ես ժամանակի տարածության սիմետրիայի մեջ, то есть մարդը գիտակցում է, որ այս բանը ավերը, այս պահը ժամանակի եւ տարածության սիմետրիան է։ Չափագրում ես անում դրանից առաջ եւ հետո 7 պլյուս 7-ը դառնում է մինչև 75։ Դու պատկերացնում ես, զգայական դաշտը բարձրանում է։ Ախտանիշային այդ իր զգայական վախերից, նախանձից, չգիտեմ, այդ տարբեր բաներից, չէ՞, բարձրանում է դառնում է բան, որականիշ։ Ախտանիշը դառնում է որականիշ։ Ընդհանրապես երբ որ դու 7 այդ մարդու աչքերին որ նայում ես, դա անգամները երբ որ արել ենք մարդկանց աչքերին, եթե տեսնես, վառվում է, այս մարդը թշերը կարմրում է, ինքը ուրիշ մարդ է դառնում, որորին սիրում է, ինքը աշխարհն ուրիշ ձևի է անցալում, ուրիշ կերպ է անցալում։ Եվ եթե այդ ամեն ինչը մենք վերադարձնենք, նույն բանն է, երբ որ բանը գնաց դու բարահրապարակ, այն անպետք երարիչները անրիթ նվագեն, չէ՞։ Երբ որ ռիթմով են նվագում, չէ, ինչքան հաճույք է քեզ պատճառում այդ երաժշտությունը։ Ճիշտ է, որովհետև երաժշտությունը մենք սիրում ենք հենց այդ համաժամացման օրենքի պատճառով, որ ինքը ռիթմիկա եւ հարմոնիկա։ Ռիթմ չկա, հարմոնիա չկա։ Դա համար մենք հարմոնիա մեր երջանկատեսը, մեր կարող է մի միլիարդ հիմա փող տան, մի քիչ կուրախանաս, մի ամիս, 2 ամիս, կարող է 2 տարի, 3 տարի, 4 տարի հետո դժբախտանալու ես։ Հոգիդ չի լիանալու։ Ինչ չես տեսես կյանքում կանես, հա, հետո կսկսես այլանդակվել, չէ՞, բայց վերջում այդ այլանդակությունից հետո կասես, բայց էլ ինչ անեմ, կտենաս, որ էլ բան չկա անելու։ Դատարկություն։ Դատարկություն։ Ու կգաս այդ դատարկության շեմին կանգնես, հա։ Հիմա այս ժամանակին դու ծնվել ես այս գիտակցության մեջ, այս ժամանակը 365 օր եւ 6 ժամ է։ Հայկը քեզ դաս է տալիս, այդ դասը օթոց է եւ անմարմնոց է։ Հա, այն որ ասում է զմուտ եւ զել ամենայն գիտության, չէ, ամենայն ուսույց իմաստության, զիմաստության Դիոնիսիոս Արիսպագացի։ Որն է ասում ըստ կարգավորութիվն Հայկի։ Պատկերացնում ես։ Է Դիոնիսիոսն է ասում, Դիոնիսիոսը։ Էսի օտարը արտասահմանցի է, այն որ բանը ֆրուզիկա ասում է։ Մի հատ բանը արտասահմանցի է։ Հայ չի, ինքը Հայկին հատկանշում է որպես բոլոր ուսույցների սկզբնավորող եւ ամբողջացնող։ Հիմա, եթե ասեք հիմա ժամանակը չի, վայ, մեր գլխին սենց բաման, տենց չի։ Մենք որպես ասք, մի հատ արեք հանենք մի հատ մեծերին, կտեսնեինք, որ առանց իրանց մենք ոչինչ էինք։ Հիմա լինելու, էլի արդեն ոչինչ ենք դառը, բայց գոնե Կոմիտասը մնացել է։ Ինչքան թուրքամոլոր քրդա կալկալ երկեր երկեք, մեկը Կոմիտասը կա։ Մեկը Նարեկացին կա, Սերգեյ Խաչատրյանը միջազգային ուրեմն բեմերի վրա հավուն կնվագի, ուսախ կցնցվենք, ասեն, «Էս ինչ էր կասի Նարեկացի»։ Հա, տիեզերագետ մեր վարդապետի գրածն է։ Ով լսում ասում է տիեզերքը եկավ սենց, ես թռա վերև եւ այլն, այսպես բաներ են ասում։ Հա, ես գտել եմ, էլի ինչքան մեծագույն մարդիկ հեղինակություններ հավունը լսելուց հետո ինչ կարծիքներ են հայտնել։ Հիմա մենք առաջի դասը 7000 գիտելիքների, գիտությունների տրամաբանությունն է, չէ՞ եղել։ Հիմա ամաբանություն, տրվել ամաբանությանը կամ տիրի ամաբանությունը, տիրապետել տրամաբանությանը, չէ՞ տիրապետել, չէ՞ պետք է տիրապետես, չէ՞, այսինքն դա ուրեմն տիրն է։
Ամը ժամանակն է, չէ, այն ամառի ժամանակն է, էլի, բա ոնց քո լեզուն քեզ բզի ասի, աղբեր ջան, մի հատ ամառ ասա, տենամ ինչ ես ասում։ Չէ, տարին լրվեց։ Ձմեռը մեռավ։ Չէ, որտեղ ձմեռային արևադարձի ժամանակ արևը գալիս է, ժամանակ բանալ, չէ։ Ձմեռ։ Հա, բա ոնց, բա իհարկե։ Ամառը ասում է տարին ստեղից հաշվից, հավատ տանեմ։ Ամառ։ Ամը առավ, տարին լրվեց, չէ։ Հիմա տրամաբանություն ասում է ամաբանութիվն, ություն բանը է, իմաստութիվն, ություն չի է, ու թիվն նա։ Գիտական միտք ես ունեցել, հայ լեզուն, հետի քեզի հետո դուրը չեք, ու թիվն դարձրել ես ություն։ Հասկանում ես։ Ու թիվն նա, հասկանում ես։ Դրա համար ըստ կարգ av օր ու թիվն avն է, այդ avը այդ կոորդինատական համակարգի բանն է, էլի լրվելու կետն է, որ ասում եմ 6-ը եկավ։ Էսի տեսար, օրը ընկալեցիր ու դրա թվային հաշվար գնացիր, իմացար, գնացիր օհանավանք գիշերահավասար, բան ամառային արևադարձ, աշնանային գիշերահավասար, ձմեռային արևադարձ։ Մի հատ էլ տեսար ոնց է այսպես հրաշքներ գործում, այդ արևի լույսը։ Ոնց է դասը օթոս քեզ տալիս, դասավանդում։ Այդ իմաստասերները գալիս դասավand, հասկանում ես իրանք չկան, չէ՞։ Թվում է, թե ոնց չկան։ Հենա գնացեք տեսեք։ Գործում են։ Հա, գործում է։ GPT ինձ չգիտեմ, ես ինչ, չէ, արհեստականը բան, վայ, դե ծուլացնում է, չէ՞ մարդը։ Ռեֆերատ կգրի, հաշվարկներ կանի, կինո կնկարի, չգիտեմ, ես կանի, են կանի։ Բայց չի կարող։ Մարդը ինչ պետք է անի։ Չի կարող հույս փոխանցել։ Տրամաբանությունը կկորի, մարդը կդառնա կենթանի։ Ասունը կդառնա անասուն։ Դա ծրագիր է։ Հա, բա ինչ է։ Դա էլ է թշնամու ծրագիրը։ Թշնամին է տգիտությունն է, էլի, այդ բելն է, էլի, հա։ Հիմա այն վախտվանից մինչև հիմա այդ նույն բելն է, ինչ տարբերություն։ Հիմա ով է դա իրականացնում, պարոն Գևորգյան։ Աշխարհը, աշխարհի հզորները։ Սաղ իրար հետ, բոլորն իրար հետ, սթափամտության կողմնակից քաղաքական դաշտում հանգարց չփնտրես, չկա, լավ ու վատ գոյություն չունի, այդ հարցում լավ ու վատ գոյություն չունի, մենք այստեղ մեկ առաջնայինը մեր գաղափարը հետ բերելն է, բայց գոնե պետք է կողմնակից ելնենք այն ազգերին, որոնք գոնե ազգային ինքնություն ունեն, էլի։ Հիմա որ չասեմ, ասենք խոսքի, ասեմ ռուսներին, ասեմ չինացիներին, պարսիկին։ Չեն սիրում, էլի, սա հենց ասես ռուս են ցնելնում, չգիտեմ, վատանում են, էլի, ինչի համար։ Լավ, արեք կողմ դնենք, չեք սիրում, տենց բան են տրենդ են բերել, որ չսիրեք։ Չինացի ազգային ինքնություն ունի։ Չէ, ինքը չինացի եմ ու վերջ, չէ, ու հզոր էլա հեղափոխություն արեց աշխարհով մեկ, չէ։ Հիմա առաջ տեղն է, չէ, տնտեսապես։ Պարսիկ տեսեք ինչ հզոր ժողովուրդ է, չէ, այսօր աշխարհի այն ամենագերագույն արդեն զենքերը ունի ինքը։ Աշխարհը դուրս է եկել, Ամերիկան, Եվրոպայի մի մասը, Իսրայելը իր մարտագլխիկներով դուրս է եկել Պարսկաստանի դեմ։ Ուզում են Ամարտիկի դուրս չի եկել, է, ինքը որ նորից եմ ասում, դա բանը վախեցնում է։ Դուրս կգար եւ որ կխփեր է, նորից եմ ասում, ինքը կարա կռվի դրա հետ։ Չեն կարող։ Չեն կարող, չեն էլ կարողանալու, հասկանում ես։ Ամերիկան էլ չի կարող Պարսկաստանը։ Իրա պետքն է Ամերիկայի, Իսրայելի համար գնան դե բանանի, հասկանում ես։ Պետքը չի, որտեղ կործանվի ինքը։ Ըստ ձեզ տարածաշրջանում ինչ է սպասվում, պարոն Գևորգյան։ Հա, էլի եկան քաղաքականություն։ Չեմ ասի ինչ է սպասվում։ Մինչև հայ ազգը խիա մնացել։ Հայկի զավակները ինչու են մնացել։ Պետք է դու կոչվես հայկի զավակ։ Տարածաշրջանը մարդիկ բոլորը կփոխվեն, հիմա քանդվում է աշխարհը, ամեն օր ավելի վատ է լինում, քան թե երեկ էր։ Ամեն օր։ Տնտեսական, հոգևոր, չգիտեմ, գաղափարներ եւ սաղ փլվել են։ Ամեն ինչ իրար մորթում են, իրար կործանում են։ Արդեն չես իմանում ով ում ընկերն է, երեք ընկերը տեր այսօր ճշնամիտ է, չէ՞, սենց է, չէ՞։ Սոդոմ Գոմոր։ Ահա։ Հիմա ինչ պետք է լինի։ Իմիջ այլոց ասեմ, նաև ինչու է դա այդպես եղել, եւ ինչու հները գիտեին, որ այդպես է լինելու։ Դա էլ է գիտություն։ Որտեղ հիմա եթե նայեք, ուրեմն մեր մոլորակի այդ
տատանման այդ թրթիրները բարձացել են ախպեր ջան 7-8-ից հասել են մինչև 26 ու մեկ 32 խփում են մեկ էլ մինչև 100 քանից խփում են այն որ խփում են լույսերը անջատվում ամբողջ քաղաքի լույսերը անջատվում բաները անջատվում ասենք խոսքի օրինակ այդ համացանցը կոմպյուտերային եւ այլն նույնիսկ սամալյոտներ չեն թռնում ինքնաթիռներ չեն թռնում էլի եթե ուշադիր լինեք հիմա դրա մասին չի խոսքը այդ վիբրացիան բարձրացել է թրթիրները երկիր մոլորակի վիբրացիան բարձրացել է այո հիմա քո վիբրացիան ցածր է 7-ից 14 է էտա այն մնացած դու քնած ժամանակ ես բարձրանում իջնում էլ հենի դու չես դե ժամանակային բան խնդիր չունես այս քո գիտակցությունը որ կա դու 7-ից 14-ի մեջ արդյուն ուրեմն գործունեության մեջ ես հա հիմա այդ 7-ից 14 սա ախտանշային բաներ են ինչքան վախ կա բան կա մի խոսքով այդ տիրույթում են էլի զարգանում 50-ից սկսում է քո բացարձակ սիրո ուրեմն այդ բանը հասկանում ես թրթիրը հա թրթիրը դա սկսում մոր մոտ ասենք մինչև իր երեխայի հանդեպ երեխու հանդեպ նորածնի երեխու ընդհանրապես 256 հերցը հիմա եթե ընկերոջը տան շահախնդիր բան անես դու հարգես սիրես չվախենանք այդ բառից էլի հա ընկերական սեր կա հայրենիքի սեր կա ամեն ինչի սերը տան շահախնդիր արդեն 50-ից վերև է 144 չգիտեմ ինչ եւ այլն դա կարևոր չի հիմա նայ որ բարձրացել է դու արդեն գտնվում ես այդ բարձր տիրույթում այս տարածաչափության մեջ բայց դու ախտանշային ես չէ ցածր է քո բաները զգայական դաշտը նախանձն է բան չէ սենց թերավատությունն է սենց կասկածներն են չէ էս չէ սրա մեջ ես չէ մարդը էլի անշահախնդիրում հարևանիդ է սիրում հայրենիքի ոչ մեկին էլ չեն սիրում հասկանում ես նույնիսկ հայրենիք սիրողներից շատերը շահախնդիր են սիրում հայրենիքը չհամաչենք ասենք էլի հայրենիք չեն իր համար սիրում էլի սուտ է ասում նա իրեն փորն է սիրում Պարուսևակն է ասել ու ճիշտ է արել հիմա բարձացել է էնի բարձացել է սրանք տակն են մնացել այդ բարձրի տակ ու դրա համար այսպես քաոս է ստեղծվել Արեգ ջան ամբողջ աշխարհում եւ Հայաստանում նույնպես Եվ վերջում, պարոն Գևորգյան, գալու է այն օրը, որ ունենանք համահայկական գաղափարախոսություն եւ օրակարգ։ Դու ասեցի, չէ, հիմա համա ուրիշ բառ չենք էլ ասի, չէ, համահայկական պետք է ասենք, չէ։ Ուզենք չուսենք, չէ։ Գալու է։ Հիմա համառուսականը այնտեղ չկա հայկը։ Չէ։ Համա անգլիականը, համա ամերիկյանը ընդհանրապես բան չկա, համա եվրոպականը, մերը համա հայկականը, համա տիեզերական, ասեցիր, ոնց չի գալու, դու դրա տերն ես եղել, դա քո գենետիկայի մեջ է, և կարևոր չի ինչքան քեզ կխապեն, տարիներ, բան կանեն, ուրեմն կշփոթեցնեն և այլն, դա կարևոր բան չի, ստապամիտ մարդիկ հիմա մեր ազգի այդ ինքնապաշտպանությունն են, ու իրանք կան։ Եվ իրանք ուրեմն հենց կան եւ ականջալուր կլինեն մեր այդ մեծապետների, իմաստասերների դասին, որը օդոց է եւ երկրոց է նաեւ։ Մենք դրա միջով անցնելու ենք եւ դրա ականատեսն ենք լինելու։ Իհարկե։ Մենք հիմա այդ գործառույթների մեջ ենք։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, կարծում եմ, որ շատ գեղեցիկ խոսքի միջոցով ձեր պատկերավոր խոսքի միջոցով համոզված են, որ մեր հեռուստադիտողները մեծ ուրախություն ապրեցին, ինչու՞ չէ նաև հիացք ունեցան եւ տրամադրվեցին գեղեցիկ լույսով առ ապագա։ Հույսով եմ եւ այդպես պետք է լինի եւ դա այդպես էլ լինելու է։ Մենք եղել ենք, կանք եւ կլինենք։ Ամենայն բարիք ձեզ։ Բոլորիս։ Ահա այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցում էի հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ, անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Գլուխս բարձրացնում եմ վերև, գմբեթում ուրեմն այսպես խաչ է։ Բայց այդ խաչը սպերիկ խաչ է։ Որ շունչները կդրվի, ասես բերանները բացեն, ուզեմ խոսք ասել օդ դուրս գա։
աշխարհի այդ մասնագետիկները, հասկանում ես։ Ուրեմն եկավ այդ ստվերը գցեց գավիթում ուղիղ ոտների տակ։ Մի անգամից նարեկացին եկավ եւ կանգնեց մեր առջեւ։ Ու այդ ցնցող մի հատ բան է բացվելու, հասկանում եք։ Հիմա այդ սկիզբն ամասում է մեր ժամանակը։ Այո, ավարտ եւ սկիզբն է։ Ներքևից վերև նայել։ Հայ ասի տունն է Հայաստանը։ Չեն կարա։ Չեն կարող, չեն էլ կարողանալու, հասկանում եք։ Ու մեկ 32 խփում են, մեկ էլ մինչև 100 քանից խփում են։ Այն որ խփում են, լույսերը անջատվում։ Սենց նայում եմ շշմած ու հասկանում եմ, որ էսի հասարակածն է։ Մենք դրա միջով անցնելու ենք եւ դրա ականատեսն ենք լինելու։ Իհարկե։ Մենք հիմա այդ գործառույթների մեջ։ Մենք եղել ենք, կանք եւ կլինենք։